Արայիկի նման տղեկը եթե շատ լինեին, այսօրվա դրությամբ Երևակայի ոնց հիմա այդ սահմանները կան, Երևակայի մենք ավելի հաջողակ դիրքեր կզբաղացնենք ու ավելի առաջ կլնեինք։ Գալիս էր հոգնած բան ու սկսում էր պատմել, որ կողմից ինքը տեսավ թշնամուն ու ինքը գիտեք ոնց էր, սենց մի հատ նյուխ ուներ էր, սենց ինչա գտներ թշնամուն, հա։ Գտներ թշնամուն այդ առաջի իր հատկությունն էր, երկրորդ հատկությունն էր, երբ ինչ այնք ուզել մասնակցել, վերացնել էր թշնամուն։ Շատ ռիսկով տղա էր ինքը, ձգտում էր մենակով դուրս գալ, այդպես բան, այդտեղից իր անունը չեմ հիշում, ով դրեց, միայնագայլ այդպես, քանի որ մենակ գործողություն էր կարում կատարել, մանը գնում էր զորամասներ, չգիտես ես իմ ուր էր գնում, գիշերվա կեսերին։ Մեկ տենում ենք ճագաթի այս հատվածում, մեկ էլ տենում ենք ես եմ ճագաթի մյուս հատվածներից, որ նրանքից դուրս է գալով, ասում կարող այդ մենակ դեմ ասում այդպես է ինչ։ Ղարաբաղյան շարժման ակտիվիստ Հենդո Խանդոյանը 5 տղա ուներ։ Նրանք բոլորն էլ օրինակով մտան պայքարի մեջ։ Իսկ հետո նաև պատերազմի, բացի միջնեկից, Արմենից, նա հաճախ էր հիվանդանում եւ չէր կարող տնից հեռանալ։ Արցախի վրա սևամբեր էին կուտակվում։ Դեպքերի զարգացումից հստակորեն վրա հասնող պատերազմի հոտ էր գալիս։ Կազմավորվող կամավորական առաջին ջոկատներին զենք եւ զինամթերք էր անհրաժեշտ, իսկ Ծաղկահովիր գյուղի կողքին տեղակայված էր խորհրդային բանակի խոշոր ռազմակայանը։ Տղաներն Արայիկի գլխավորությամբ գործի անցան։ Արայիկը դեռ 17 տարեկան էր, ինքը ռուսական զորամասերից զենք զինամթերք կարում էր հայթայթել։ Կարում էր, որը կարում էր գումարով ստեղծել ռուսներին խմացնելով, խաբելով եւ այլ ճանապարհներով հայտայտում բերում էր փամփուշտներ, զենքեր։ Նույնիսկ Ղարաբաղի խիզախ եւ հմուտ ռազմիկների շարքերում Արայիկի մասին լեգենդներ էին շրջում։ Միայնակ գայլին ճանաչում էին բոլորը։ Թվում էր առանց նրա ոչ մի կարևոր մարդ տեղի չի ունենա։ Եվ չեղավ այնպիսի մի մարդ, որի ընթացքում նա չաներ այն, ինչը մարդիկ սխրանք են անվանում։ Մարտական էր ինքը։ Եվ դաթարի ժամանակ էր մարտական եւ կրից հետո։ Ոչինչ, հումորներ ուներ Արայիկը, հումորներ ուներ տալիս էր։ Պատերազմ ժամանակ, եթե հումորներ չանենք, բան չանենք, այդ մեր օրերը շատ ծանր կանցնի։ Խանդոյան եղբայրներին կարծես հմայած լինեին։ Դեռ չէին ձուլվել այն գնդակները, որոնք կկարողանային կանգնեցնել նրանց անձնվեր քաջությունը, կկարողանային նրանց մարտական ոգուց ուժեղ լինել։ Այդքան վիրավորվելուց հետո նրանք կրկին վերադառնում էին առաջին գիծ։ Դադար տալու ժամանակ չկար։ Նրանք պաշտպանում էին հայրենիքը։ Ջահել երեխեք են իրանք, շատ ջահել են, հա, ու ոնց որ թե ուզում էր ինչա այդ դեպքերը չպատահել, էլի զոհերի դեպքերը չպատահել, բայց Արայիկը չէր վախենում այդ մահից։ Բազմիցս անգամ վիրավորվավ։ Մի հատ ոնց որ խասյաթ ունենար այդ բեկորները, մեկ էլ այդ յուլեկը ընդուներ իր վրեն։ Բազմիցս անգամ ինքը վիրավորվավ այդ գործողությունների ժամանակ, բայց դա տևում էր Երևակայի 1 օր, 2 օր ու անմիջապես գալիս էր կայնում էր շար։ Վերքեր եղան, որոնցից քչերը կարող էին ողջ մնալ, սակայն Խանդոյանները, հերոսները չեն մահանում արտահայտությունը յուրովի էին ընկալում։ Ալեաղլի գյուղ կա, Մարտակերտի ու Ասկերանի միջև ընկած։ Այդ գյուղի ազատագրման ժամանակ էր։ Դեմներս ուրեմն 2 հատ բեմպե էր թուրքի, մի հատ էլ T-72 տանկ էր։ Մինչև հասնենք այդ անտեր բանը խփենք այդ տանկին։ Այս տանկը ավելի շուտ խփեց ու Արոն ծանր թե վիրավորվավ։ Բայց այս անգամ արդեն հիվանդանոցից չկարողացա խուսափել։ Այդ օպերացիայի ժամանակ գլխից վիրավորվեցի, բան չէի տեսնում, չէի լսում, բան չանում։ Հետո ասենք մեր բանիկը ինձ անեց այդ ժամանակ շալակով։ Այդ էր իմ ծանր վիրավորվելը, որ ասենք ես ինձ լավ չզգացել է, որ ես այդպես վիրավորվա։ Ես ճիշտ հա վիրավորվել եմ, բայց այդպես չէ, էլի, ասենք ես տբի ելնեի, ես պիտի քայլեի, ոտս ցխած ա եղել, ես ասենք կաստիններով էլի դեմ դիվերսիան կարել, բայց այդ ժամանակ ես ամեն ամիսուկ ես
Մենակ փոժվեցին ինչը աչքերս բացվող։ Պատերազմում ստացած վերքերը քաջության շարունակությունն են։ Չի կարելի խոսել քաջության մասին, եթե չես գնում գնդակից կամ արկի բեկորից վիրավորվելու վտանգին ընդառաջ։ Քաջությունը թշնամու դիմադրությունը հաղթահարելու մեջ է։ Հայրենիքը եւ սեփական հողը պաշտպանել նշանակում է ինքնազոհաբերության պատրաստ լինել։ Ղարաբաղը իմ համար իմ ամեն ինչն է, Ղարաբաղ իմ էությունն է, Ղարաբաղ։ Այսօր էլ անկախ ամեն ինչս Ղարաբաղով արվում շնչում եմ ես էլ։ Հաղթանակից հետո եղբայրները մնացին բանակում ծառայելու։ Այսօր նրանք պահեստազորի սպաներ են։ Արթուրը եւ Արայիկը մայորի կոչում ունեն, Արարատը կապիտանի։ Անցած ուղու մասին հիշեցնում են նրանց մարտական պարգևները։ Ափսոսանք ոչ բան չունեմ, իմ արածը դեռ ոչ ափսոսալու է։ Ես ափսոսում եմ, որ հիվանդանոցներում եմ ես ժամանակ կորցրել։ Ափսոսում եմ, որ բաներ կար անելու չեմ հասցրել անեմ։ Ափսոսում եմ, որ կարում էի մարդկանց օգնել, չեմ կարում օգնեմ։ Շատ ազատամարտիկ ոնց որ թե նեղված են ու եկան լավ վիճակի մեջ չեն, հա։ Ու այդ օգոստոսի ժամանակը 1-ից 10-ին ու սա այդ ամեն ինչ մոռացան, ամեն ինչ ոնց որ թե սա ուժը ոնց որ թե զենք ու զինամթերք ու Ղարաբաղ գնանք։ Այդ ժամանակի 10 օրը ես Ղարաբաղում էի, տեսա այդ ջոգատները յատեկան ընդե։ Կարամ ասեմ, որ Արայիկի տղեկի նման իրանց շնորհիվ է այդ հաղթանակը կերտվել։ Ու չնայած այսօրվա դրությամբ իր սոցիալական, իր այդ ընտանեկան վիճակը շատ ծանր է, բայց ինքը միջև այսօրս էլ ոչ հիասթափվել է ու պատրաստ է, որ կայնի իր հայրենիքի պաշտպանության գործում։ Իմ համար ամենաթանկը, ուրախությունը իմ էս երկիրն է, էս իմ հողջուրն է, էս իմ գյուղի ամեն մի բնակիչն է, իմ ծաղկահովիտն է, իմ համար թանկ է էս իմ ազգու երանը, իմ համար նյութական թանկարժեքություն չկա, իմ համար մարդկային արժեքն է մեծություն։